Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներին։ Նոր օր է մեր մոտ սկսվել, նոր վլոգ եմ սկսում նկարել, ոնց որ կամաց ընկնում եմ հունի մեջ։ Հիմա ինչ եմ անում, մի փոքր շպարվեմ, պատրաստվեմ, իհարկե շպարվելուց առաջ անպայման դեմքս խոնավացնում եմ, SPF կրեմ եմ օգտագործում եւ բոլորիդ խորհուրդ կտամ, որ օգտագործեք SPF կրեմ, որովհետեւ շատ կարևոր է պաշտպանել մաշկը արևի ճառագայթներից, հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն հակում պիգմենտների, այսպես ես ունեմ, նույնիսկ SPF-ների, ովքեր որ ունեն հակում, ցանկալի է, որ ամեն օր օգտվեն SPF-ից։ Հիմա իմ մոտ այսպիսի, ես ընդհանրապես այս Arabia ֆիրման շատ եմ սիրում ու շատ եմ օգտագործում, հիմնական կրեմը առավոտյան, երբ որ արթնանում եմ, առավյանը, սա SPF-ով է, իսկ երեկոյանը առանց SPF-ով է։ Եվ այս սերումը, նույնպես Arabia է, ինքը նույն կոլեկցիան է, սա այդքան էլ ճիշտն ասած այդպես վաու էֆեկտ չտեսա, ուղղակի իրան գնել եմ, մի փոքր մնացել օգտագործեմ եւ վերջացնեմ, բայց այս կրեմը ինքը շատ լավն է։ Սա իմ երևի 5-րդ ու 6-րդ արդեն ուպակովկան է, որ օգտագործում եմ։ Հիմա SPF կսենք, խոնավացնենք մաշկս եւ մի փոքր շպարվեմ։ Մայրու աղջիկ այսօր դուրս են գալու, մինչև Մարինան գա դպրոցից, արդեն իսկ պետք է գա։ Ես պատրաստ կլինեմ եւ տեսնենք ուր ենք դուրս գալու, ինչ ենք անելու, պետք է մտնենք հիվանդանոց անալիզներ տանք, նրանից հետո ազատենք, չգիտեմ ինչ ենք անելու, եթե հետաքրքիր ինչ-որ մի բան անենք, անպայման ձեր հետ կկիսվեմ։ Եվ անցած վլոգը ովքեր որ տեսել էին, ինձ թվում է արդեն շատ մասը տեղեկացան, որ օնլայն խանութ եմ բացել։ Այստեղ արդեն կդնեմ լինքը, Instagram-յան էջը եւ բոլորդ կարող եք պատվիրել որակյալ օրիգինալ սպասքեղեն, կաթսաներ, մի խոսքով ամեն ինչ տան համար։ Եթե նույնիսկ պատվիրելու ցանկություն էլ դեռ չունեք, չնայած խիստ կասկածում եմ, որպես այնպիսի ապրանքներ եմ վաճառելու, որ բոլոր տնային տնտեսություններին դրանք հարկավոր են, պետք են, հատկապես ինչից եմ որոշել այդպես, որովհետև ինձ նայող բոլոր իմ բաժանորդները բոլորին հետաքրքիր է իմ սպասքը, հետաքրքրվում են, հարցնում են, դրա համար գիտեմ, որ հաստատ բոլորիդ պետք կգա, այնպես որ կարող եք մտնել, բաժանորդագրվել Instagram-յան էջին եւ եթե ինչ-որ մի բան ձեզ պետք է, անպայման պատվիրեք, որը ձեզ կհասնի 100%-անոց որակյալ ապրանք, շատ արագ եւ կարող եք համոզված լինել, որ երկարածառայելու ձեզ, որովհետև ես շեշտադրել եմ ոչ թե էժան տարբերակին, էժան տարբերակ ասելով ինքը չի լինելու կոպեկներ, որովհետև ես նախընտրում եմ ինքս օգտագործել որակյալ ապրանք, որը երկարածառայում։ Բնականաբար, եթե ինչ-որ մի ինքը ունի տարբեր գնային, այսպես տարբեր տեսակներ, բնականաբար ամենաէժանը դա որակապես թույլ տարբերակն է, ճիշտ է ոչ բոլոր դեպքերում, բայց ամենայն դեպս մեծամասնության դեպքում այդպես է, եթե էժան տարբերակը ինքը հավատացած եղեք, որ շուտ է փչանալու, իսկ բնականաբար տան ապրանք, սպասքեղեն, պատարագաղ դանակի, մի խոսքով ամեն ինչը, ինչ որ խոհանոցի եփել թափելու հետ կապված է, պետք է լինի որակյալ, որ ինքը մի փոքր երկար ծառայի, որ ոչ թե ամեն անգամ մի քանի ամիսը մեկ գնեք կաթսա օրինակ, կամ գնեք պատարագաղ դանակ, որը շատ շուտ գույնը գցում է, որակը ընկնում է։ Դրա համար իմ օնլայն խանութում միայն
միայն ու միայն վաճառվելու են փորձված, որը ես փորձելու եմ, հավանեմ, նոր փորձված իրեր, որը ես իմ համար կարամ գնեմ։ Այդպիսի խանութ է իմ խանութը։ Դրա համար հույս ունենամ, բոլորիդ պետք կգա, մտեք բաժանորդագրվեք, պատվիրեք, դաստավկան առայժմս Ռուսաստանի տարածքում է և Հայաստանի, իրականացվելու է Վայլբրիսի կամ Ազոնի միջոցով, որպեսզի ավելի մատչելի դաստավկա լինի և ձեր համար այդքան էլ շատ գումար չբռնի այդ դաստավկան։ Դեռ սայթը ընթացքի մեջ է, հույս ունենամ մինչև այս վլոգը ես բնականաբար իմ նկարելով նկարեմ վերջացնեմ, որը շաբաթներ ու ամիսներ ա տևում, հույս ունենամ շուտ կվերջացնեմ։ Սայթն էլ արդեն պատրաստ կլինի, կարող եք մտնել, ծանոթանալ տեսականուն, պատվիրել կամ չպատվիրել, ունենալ աչքի տակ և երբ որ հարմար լինի, այդ ժամանակ էլ պատվիրեք։ Դա այդպես։ Հենց որ պատրաստ լինի սայթը, առանձին տեսահոլովակով ցույց կտամ։ Հիմա շպարվենք, մի փոքր շպարվել, մի հատ դեմքի կրեմ եմ կսում տանալնի, ովքեր գիտեն, տեսել վաղուց են նայում, այս տանալնին եմ օգտագործում։ Առայժմս ինչ գոհացնում է, բայց եթե ուզում եմ ավելի խիտ, այսպես երկար մնայուն մեյքափ անեմ, Catrice-ի այս տանալնին եմ օգտագործում, որը հավասար է Estée Lauder-ի տանալնին, մի ժամանակ Estée Lauder-ի օգտագործում, հետո քանի որ անդադ ես չեմ շպարվում, ինձ այդքան էլ պետք չեկավ, և ես փորձեցի գտնեմ նմանատիպ որակապել, և այդ Catrice-ինը ոչ մի բանում չի զիջում։ Դրա համար և իհարկե գնային առումով, բնականաբար Estée Lauder-ը 5-6 հազար ես գնում փոքր ֆլակոնը, իսկ Catrice-ի այս ֆլակոնը միգուցե 800 ռուբլի լինի, միգուցե, չեմ հիշում, որովհետև վերջին անգամ Հայաստանից եմ գնել այս Catrice-ը։ Ու այդպես, հիմա էլ ինչ ենք անում։ Մի փոքր կոնտուր, եմ անում, այստեղ նայեմ, թե չէ հեռախոսին նայում եմ, այդքան էլ լավ չի լինում։ Ռումյանան Vivienne Saboy-ի այս լիմիտիրованի կոլեկցիան է, չգիտեմ հիմա կա թե չկա, բայց ինքը շատ լավն է։ Ես այս Vivienne Saboy-ի մատիկներն եմ շատ սիրում, չնայած իրենց կոսմետիկան նույնպես վատը չէ, բայց դե ես այդքան շատ կոսմետիկա չեմ օգտագործում, չեմ կարող ասել լավն է թե վատը, բայց դե այս Ռումյանան, որ ընտիրն է, այս կոլեկցիայից նաև ունեմ շրթներկ, նույնպես յուրահատուկ շրթներկ կա ուղղակի։ Հիմա եթե գտնեմ, այսը։ Սրա նույն կոլեկցիան է, սա նոր տարվա կոլեկցիան էր, հիմա չգիտեմ կա թե չկա, ինքը համբուրում է դարչին, խնձոր, բույր ունի, ու ինքը շատ էսպես և լավ կսվում է, և շատ լավ խոնավացնում է շուրթերը, ու շատ երկար է պահպանում։ Դրա համար մի հատ մատիտ, մի հատ դա, մեկ առանց մատիտ, եթե ուզում եմ ավելի այսպես նուրբ լինի, մենակ այս շուրթներն եմ օգտագործում։ Թարթիշներս դրած է,
քսելու կարիք չկա, դրա համար շատ արագ է շպարվելը տևում, կարելի ասել 5 րոպե։ Ունքերս չգիտեմ, մքացնեմ, երևի ունքերս էլ ձեռ չտամ, հիմա ուղղակի գելով կանցնեմ։ Եթե գտնեմ, ովքեր ունեն արդեն հասուն տարիքի աղջիկներ, կհասկանան ինձ, որովհետև մեր կոսմետիկան հիմա արդեն խառնվել է, չնայած ես այդքան կոսմետիկա չունեմ, ինչը կա, Մարիչկան է առնում արդեն։ Ես է կողքից օգտվում եմ, ու հիմա մեր ամեն ինչը այսպես խառնվել է իրար։ Երևի չգտնեմ։ Լավ։ Մի հատ չոր ռումյանա անենք, միքսիտի ռումյանան է, շատ լավն է ինքը, շատ այսպես նուրբ պերսիկովի գույն է տալիս։ Առաջ ընդհանրապես ռումյանը չէի օգտագործում, մտածում էի, որ դա ավելորդ է, բայց ինքը շատ գեղեցիկ թարմություն է տալիս, իմ այտերը ռոզվի են իրանք տեղից, վարդագույն են, և մտածում էի, որ ռումյանան այսպես ավելի տգեղացնի, բայց արի ու տես, ինքը ավելի այսպես թարմացնում, դեմքը թարմ տեսք է տալիս դեմքին։ Նույնիսկ լինում է, որ խոնավացնում եմ, դե բնականաբար ամեն օր ես չեմ օգտագործում տանալնի կրեմ, հատկապես աշխատանքի գնալուց, որովհետև մասկայով եմ աշխատում ու իմաստ չկա այդ ամբողջը փոշին, կրեմը դեմքիս վրա լինի և խոնավացնում եմ մաշկս SPF-ով Արավիայի և վրայից մի փոքր դիմափոշի եմ անում։ Ու շատ գեղեցիկ է լինում, շատ նուրբ և թարմ դեմքը։ Ստվերաներ էլ չեմ քսում, ուղղակի դիմափոշիով այսպես կանցնեմ, նույնպես շատ թարմ տեսք է տալիս աչքերի տակ, կոպես մասերում։ Վերջ, իմ շպարը ավարտվեց, շատ արագ, մնաց շուրթերս մի հատ մատիտով անցնեմ, սա նիքսի մատիտն է, նույնպես Հայաստանից են գնել, այստեղ բնականաբար չկա արդեն նիքս, երբ որ Հայաստան էինք, այնտեղից են գնել, ինքը մի փոքր մնացել է։ Աստված առաջ, երբ որ գնանք Հայաստան, 2 հատ կվերցնենք, որովհետև ինքը շատ հաջողված գույն է։ Ոչ շատ մուգ է, ոչ շատ բաց է։ Այսպես կոնտուրը և այսպիսի գեղեցիկ գույն։ Ալարեցի շուրթերից բալզամ քսեմ, ինքը չորացած տեղ ունի և միանգամից երևաց, բայց դա արդեն ուշ է։ Սա 02 համարն է, եթե գնելուց գնենք, ինքը շատ գեղեցիկ գույն է, այսպես նուրբ։ Շուրթերս խոնավացնելու կարիք է արդեն զգում, որովհետև այս մասերս արդեն լավ չորանում է, պետք է օր ընտրեմ և գնամ խոնավացնելու, որովհետև արդեն իսկ ճակատս էլ է ուզում։ Բոտեքս, ես
ճակատիս մասը բոտեքս եմ անում։ Բայց դե շորթերս էլ արդեն պահանջում ա խոնավացնել։ Հիմա մազերս մի հատ սանրեմ, որպեսզի ամբողջովին ես պատրաստ լինեմ, Մարինան գա ու շարժվենք, որ չուշանանք զապիսից։ Չնայած որ մոտ ա, մոտ մեր տարածքում ա գտնվում, բայց դե ամենայն դեպս ես չեմ սիրում ուշանալ, ավելի լավ ա շուտ գնամ եւ չուշանալ, քան թե արագ-արագ։ Մազերս արդեն սպիտակել ա, էլի ներկելու ա, ոնց եմ հոգնել այս սպիտակները ներկելուց, ուղղակի այսպիսի ցածր պոչիկ եմ անում։ Եվ փորձում եմ այսպես կոսի պես հավաքել։ Ու այսպիսի ինչ-որ մի փոքրիկ կոս։ Վերջ։ Ես պատրաստ եմ արդեն։ Սպասենք Մարինային և շարժվենք արդեն։ Надо снимать, как я пью. Да. Մայրը աղջիկ որոշեցին ընդմիջում անել։ Ոչ մի հետաքրքիր բան չգտանք գնելու։ Որոշեցինք ինչու ոչ 1000-ից մեկ ենք դուրս գալիս երկուսով։ Մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացնել իրար հետ։ Տուն եկանք եւ հիմա կիսվեմ գնումներովս եւ վերջացնենք այս վլոգը, որովհետեւ արդեն երկար տևեց։ Fix price, այսպիսի փրփուր օճառ պենկա միլա, այդպես է կոչվում։ Առաջին անգամ ենք վերցրել, հիմա կփորձեմ, բացեմ։ Ոյ, այստեղ հա բան կա։ Շատ անուշ հոտ է գալիս։ Հիմա կփորձենք այսպիսի փրփուրային արդեն պատրաստի տալիս եւ ինձ թվում է շատ էկոնոմնի կլինի։ Fix price-ից կարծեմ 249 ռուբլի էր, եթե չեմ սխալվում, միգուցե եւ սխալվում եմ։ Դա այսպես, անձեռոցիկներ, ինչպես միշտ fix price-ից են վերցնում, ավելի հարմար է գնային առումով եւ ավելի շատ է, քան խանութներինը։ Այսպիսի փոքրիկ կոծիկ ենք վերցրել։ Սա մեքենայի մեջ համար է։ Fix price-ից նաև վերցնում եմ այս վարունգներից շատ համեղ է, իրանք խրթխրթան եւ շատ համեղ են։ 3 բան կա։ Վարունգ ենք վերցրել։ Հետո այսպիսի կրեկեր, թխված քաբլիկներ, ինքը աղի տարբերակն է, հալվա։
2 հատ կոլա ենք վերցրել, նույնպես fix price։ Այստեղ գրիչ ենք վերցրել մի ուպակովկա։ Եվս մեկ հալվա։ Եվ այսպիսի բատոնչիկներ, իրենք շատ համեղ են, երեխեք շատ են սիրում։ Սա չեքը, վերջում ցույց կտամ ինչքան է առևտուրը կազմել։ Լապատկա սիլիկոնից այսպիսի երկար պոչկով, իմը արդեն այդքան էլ լավ վիճակում չի, բնականաբար իրանք շուտ գույնը գցում են եւ փոխում են։ Ու հետո այսպիսի ֆորմա էր թխվածքաբլիթի։ Նույնպես կրեկեր, խոնավան ձեռոցիկ, սա աշխատանքիս համար են վերցրել սալոնի, սա էլ տան համար, սա մալինկայի պիլյոնկաներն է։ Այսպիսի խոնավ սրբիչներ խոհանոցի համար, շատ արագ ինչ-որ մի բան մաքրելու։ Այսպիսի ցելյուլոզայից անձեռոցիկներ են վերցնում, այս մեր կուխնյայի խոհանոցի մեբելը, կահույքը կներեք, ինքը շատ դժվար է մաքրվում, մատովի ֆասադները դրանով է մենակ մաքրվում, շատ հեշտ ու արագ։ Պերգամետնի բումագա եւ այսպիսի ֆիստաշկովի հալվա, այդքան էլ ճիշտն ասած իմ դուրը չեկավ, սիրահարներ եթե կան ֆիստաշկայի, ապա կգնահատեն։ Եվ եւս 2 հատ այսպիսի սիլիկոնից լապատկա, հաստատ պետք կգա։ Եվ այսքանի համար մեկ էլ անձեռոցիկներ, խոհանոցի սրբիչներ եւ զուգարանի թուղթ։ Ու այսքանի համար վճարել ենք, ուզում եմ վճարը գինը գտնեմ, չգտա, ու այսքանի համար վճարել ենք 4005 ռուբլի։ Կարելի ասել ոչ մի բան չես գնել, բայց 4000 արդեն ռուբլի, որովհետև գները շատ ահավոր թանկացել ամեն ինչի։ Եվ երկրորդ խանութը Պերեկրոստակ, այսպես մի փոքր մանր մունր առևտուր, ինչ կարիք կար, հաց, շատ համեղ հացեր են, իրաց չիաբատան, այս սեմիչկաներով հացը, այստեղ այսպիսի ձուկ ենք վերցրել, առաջին անգամ ենք փորձելու, այսպիսի կարմրավուն, ինքը օվկիանոսի ձուկ է, բնականաբար սառեցրած էր, բայց դե չգիտենք ոնց կլինի, այսպես է տիլապիա անունը։ Այստեղ կարտոֆիլ ենք վերցրել եւ հաջորդ ուպակովկան յոգուրտներ տարբեր համերի, տարբեր ֆիրմաների, ով ինչ նախընտրում է։ Ես օրինակ սա եմ սիրում, առանց համի, առանց որևիցե ավելումների, որովհետեւ ես ավելացնում եմ կլիչատկա եւ այդպես եմ խմում, շատ համեղ է։ Այս խնձորները շատ համեղ են, ճիշտ է խնձոր ունեինք տանը, բայց այս սեզոնի Պերեկրոստիկի հիմնական այս սեզոնի խնձորները շատ համեղ հյութալի խնձորներ են։ Եթե ունեք Պերեկրոստիկ նայեք։ Կաղամբ, ուզում եմ բորշ պատրաստել, բնական է, սա միսը կգա։ Բրինձ, միայն սա ենք վերցնում, փորձելուց հետո ինքը շատ համեղ բրինձ է, ճիշտ է 1 կիլոգրամն արժի 300 ռուբլի, բայց տեսել եմ Վայլբերիսում կա 5 կիլոգրամ, ավելի մատչելի է գալիս, բայց դե այդպես երբ որ հիշում եմ այդ ժամանակ եմ պատվիրում։ Թթվասերներ, այստեղ ձու, եւս մեկ յոգուրտ եւ ֆարել։ Ֆարել նույնպես վերցնում ենք Պերեկրոստիկից, որովհետեւ անընդհատ բերում են թարմ ու շատ համեղ է լինում։ Ճիշտ է, այս անգամ հայկական Հայաստանից բերած ֆարելն է, բայց ես սիրում եմ, որ այն սպիտակ կաշիովն է լինում, այն ավելի համեղ է, քան թե սա, բայց դե ուրիշը չկար, դրա համար վերցրեցինք սա։ Սա այն մալինկայի համար կեր։ Ու այսքանը, ու այս ամբողջի համար չեքը բնականաբար չենք վերցրել, էլեկտրոննի է չեքը այս Պերեկրոստիկի, ու այսքանի համար համարյա 5000 թե 6000 ռուբլի փող ենք տվել։ Գրեք տեսնեմ ձեր մոտ գները ոնց է, մեր մոտ ահավոր թանկել է, ճիշտ է չեմ բողոքում, չեմ սիրում բողոքել, ինչ կա փառք Աստծո, թանկա, թանկ կգնենք, բայց դե այս ամբողջը ինչ որ տեսնում եք սեղանի 10000 ռուբլի է։ Մի հատ էլ ցույց տամ բրինձը, որովհետև ինքը շատ համեղ է, անպայման
եթե կուզենաք նայեք խանութներում, ոչ բոլոր խանութներում է վաճառվում, բայց Wildberries-ում նայել եմ, կա 5 կիլոգրամ տարողությամբ եւ ավելի հարմարակին է, որովհետեւ սա 300 ռուբլի է։